Փարքներդեհին փորձում եմ բացահայտել թշվառի, ճիվաղի, թրքահպատակի, թշնամու, ամբարուի հանցանքները ծրագրավորված եւ կատարվելիք, որոնք նախապես ինքը ներկայացնում է իբր լավ երևույթ, լավ աշխատանք եւ կան մարդիկ, որ կարող է գլուխները մտնել, էլի, հասկանում եք, չէ՞։ Ասենք, այն որ ասում էր բանակի ծախսերը կրճատելու եմ, թոշակներն ավելացնեմ, բանակի հաշվին։ Ասենք, զինծառայողների ծառայության ժամկետը 6 ամսով կարճացնում է։ Հասկանում եք, դա 1/4-ով կարճացնում է, այսինքն ազնագազմն 1/4-ով կրճատվում է։ Հիմա ասենք թոշակառուն կարող է լինեն թոշակառուներ, չնայած ես այս մասին որ խոսեցի, կային թոշակառուներ, նույնիսկ ասեցին իմ ամբողջ թոշակը թող վերցնեն տան բանակին, ես բանակից ոչինչ չեմ ուզում։ Շնորհակալություն, կային նման թոշակառուներ։ Բայց հաստատ համոզված եմ, կան մարդիկ, որոնց համար հայրենիքը ոչ թե իր արժեհամակարգի գագաթնակետն է, կամ իր անվտանգային համակարգի ամենաամուր եւ ամենաանհրաժեշտ օղակն է, այլ իր համար միջոց է հայրենիքը։ Ասենք, կարելի է հայրենիքը, ասենք, բանակի ծախսերը թեթևացնել, ասի, լավ զգա, իր անվտանգությունը թուլացնես, բայց փող տաս ձեռը, տուն պահող է, կամ բանակը թուլացնես, ասի, դե, այս ինչ լավ է, երեխես պետք է գնար բանակ, լավ է, 6 ամիս շուտ գա տուն։ Ասենք, գիտեք դա ինչի է նման, պատկերացրեք, օրինակ բերում եմ, ասենք, ձեր գյուղի, ասենք, մարդկանց օրինակ են բերելու, ասենք պատկերացրեք դուք ունեք գոմը ունի հաստ մետաղական դուռ, որ գայլերը չկարողանան ջարդեն մտնեն, էլի, որ անասունից վնաս չտան։ Պատկերացրա Նիկոլն ասում է դուռը տանեմ ծախեմ, բերեմ փողը քեզ տամ, դու փող սիրով ես։ Դե մի թղթի դուռ դնենք, այնքան է քամի չանցնի։ Ինչ ես այդ թանկ դուռը կախել այդտեղ պահել։ Բանակը այդպիսի բան է, պատկերացրեք։ Ու դու գլուխդ մտնի, այդ դուռը ծախի, փողը քեզ տա, մի մասը իրեն պահի, թղթե դուռ դնես ու գայլը մտնի հոշոտի անասունիդ։ Անվտանգային համակարգը այսօր այդ վիճակին դնել, այն դեպքում է, որ Ալիևը անդադասում է մենք պատրաստում ենք պատերազմ եւ զինվում է, սա է նշանակում։ Ես ինչի ոչխարի ու որովհետեւ այն մարդիկ, ովքեր կուրախանան այդ երևույթի վրա, իրենք դառնալու են այդ ոչխարը։ Ալիևի համար։ Չմոռանաք, քառօրյա պատերազմի ժամանակ հիշում եք այն թոշակառուներին։ Թոշակառուներ ձեզ եմ ասում։ Հիշում եք որ թուրքերը մտան Թալիշում այն երկու ծեր մարդկանց ականջները կտրեցին ամուսինների, ովքեր չէին կարողացել նահանջել։ Չէին էլ պատկերացնում որ թուրքը մտնի Թալիշ տեսնի, ասենք թոշակառուն կարող է, ասենք ոչ բան չանի։ Թուրք է, չէ՞, մտել էին այդ մարդկանց ականջները կտրել էին այդ ծեր մարդու եւ իր պարավի։ Հետո նոր սպանել էին, տանջամահ էին արել։ Թուրքը դից կենթանի է։ Թուրքի համար մեկ հերոսը դա Սաֆարովն է, ով քնած հայ է կացնահարել։ Այդ թուրքի դիմաց Նիկոլը մեր անվտանգային համակարգը թուլացնում է։ Սա ուղղակի ուզում եմ ասել, որ դուք հասկանաք։ Երբեք չհրճվեք։ Այս վերջերս տեսա, որ օրինակ է բերում, այս որ ինքը հիմա տեսնում է, որ ժողովրդի մոտ չի կարողանում Արարատը ժողովրդի մեջից հանի, իսկապես պրոբլեմ է իր համար դառնալու դա։ Շատ լուրջ պրոբլեմ է եկեղեցին, Արարատը, ցեղասպանությունը, Արցախն էլ չի կարողանում։ Հասկանում եք, լուրջ պրոբլեմ է դառել իր համար։ Հիմա էլ ինչ է անում։ Ասում է Ստալինի ժամանակ, Սովետի ժամանակ այդ 30-ականներին ասում է արգելված էր, արագած էր, Արարատ չէր։ Հետո եկավ մի բան, ասում է, նոր բան, ուզում է ասի, ինքը բան է անում, էլի մանևր է անում։ Հələ տեսեք, ասենք վիժվածքի, շանցից կերացի մանևրը։ Այսինքն այն ժամանակ Հայաստանը օկուպացված էր, պետություն չէր, գաղութ էր։ Հիմա էլ էր գաղութ։ Հիմա բայց մակում գրանցված է։ Այն ժամանակ Հայաստանը ձայն չուներ։ Հասկանում եք, այն կարգ էին գաղութացրել, որ Հայաստանը ձայն չուներ, եւ Ստալինը ոնց ուզում վարվում էր։ Բայց հիմա հո Հայաստանը անկախ է։ Դու ինչ ես Ստալինի կարգով շարժվում։
Ում ես ուզում համոզել, որ ոչինչ, ես որ ասում եմ Արարատը մոռացեք, ցեղասպանություն մոռացեք, ես մոռացեք, կգա մի պահ, ո՞նց կգա մի պահ, որ դու իմ ինքնությունը վերացնում ես զուգահեռաբար։ Կամ ինչի՞ պետք է ես դրան սպասեմ։ Կամ չեք տեսնում եվրոպական падգամավորները ուղիղ հարց են տալի, ասում են Արցախի պատմամշակութային հուշարձանները ինչ պետք է լինի։ Այդ մարդիկ հիշեցնում են, որ Արցախը հայկական է, այդ արձաններն են հուշարձանել հայերինն են։ Հասկանում եք, այսինքն մենք որպես անկախ պետություն աջակցություն ունենք, մարդիկ ցույց են տալի, որ մենք ձեզ ընդունում ենք, ճանաչում ենք, որովհետեւ ձերն է, շարժվեք, բայց այս պորնոգացինը լռում է, որտեղ Ալիևեն ուրիշ բան ունի պայմանավորված։ Այսինքն մենք խորհրդային Հայաստանը չենք, մենք անկախ պետություն ենք, այդ իր ասած, այդ ձևով մենք չպետք է շարժվենք, անգամ այն ժամանակ, ամոթ էր որ մենք այն ժամանակ անգամ մեր պապերը լռել են։ Ու ես մեղադրում եմ իմ պապերին։ Ու եթե ես այսօր հանգարց կուլ գնամ Նիկոլի այս ապուշությանը ու քնեմ հանգիստ գլխիս տակ բարձնի, թուրքը վերջնականապես իմ ինքնությունը ինքն էլ խալխլում է կրթություն, մշակույթ, հավատ, չգիտեմ ես ինչ ամեն ինչ ավիրում է ինքը։ Ես որ քնեցի անտարբեր մնացի, կվերացնի, էլ զարթոնք չի լինի։ Հազար ինչ քանի ժողովուրդներ են, ասորիներին միշտ օրինակ ենք բերում, գեր հզոր կայսրություն էին 1000-ամյակներ առաջ։ Ուր են։ Քնեցին ու մնացին այդպես։ Սաֆարովներն եկան կասնահարեցին բոլորին։ Հիմա Նիկոլը Սաֆարովների առաջ մեզ քնացնում է։ Ու ես կատեգորիկ ասում եմ, հայտարարում եմ, ձեր թիվը պակասել է նիկոլականներ։ Ասեմ, որ այս մեղքը նաև ձեր վզին է։ Հիշեք Նիկոլի ցանկացած հանցագործությանը, երբ որ դուք աջակցում ուժ եք տալի, դուք մեղքի բաժին ունեք։ Լինի իմ հարազատը, իմ ընկերը, իմ բարեկամը, իմ հարևանը, ես ձեզ գիտեմ բոլորիդ։ Հատ պատասխան եք տալու։ Ով Նիկոլի եթերները տարածել է, ով Նիկոլին մի հատ այն բութ են դրել կամ գովեստի խոսքեր են գրել, ես ասում եմ, փոխվելու է ամեն ինչ։ Դուք հետո չասեք, դե չգիտեինք, չէինք հասկանում։ Չեք հասկանում, լեզուներդ մտցրեք ձեր հետանցքը, թշնամու ջրաղացին ջուրմի լցրեք։ Ես ձեզ կատեգորիկ զգուշացնում եմ, չեմ ներելու, արունակից աղբորս չեմ ներելու, եթե ինքը նիկոլական է։ Չեմ ներելու։ Ոչ մեկին չեմ ներելու։ Հիշեք։ Ինչևից է։ Այսօր իմանում եք, այսօր երեք, որ հերթական անգամ այս մարդը ուզում է տեսնում է, որ զոմբիների թիվը պակասել է, փառք Աստծո, ինքը ընտրություններում չի կարող մասա բերել, ընդեղից Էրդողանը օգնության է հասել, հա, ընդեղ են տպել հայկական կեղծ անձնագրեր, որ բերեն բաժանեն իրենց մարդկանց մեջ, ասեն կարող է իմ պատկերով, օրինակ ին վրա բերեն, որ չմա 5 հատ անձնագիրը լինի, մեկը Աբովյանում եմ գրանցված, ասենք ես հրազդանցի եմ, հրազդանում չարդը, մի հատ Աբովյանում եմ գրանցված, մի հատ Գյումրիում, մի հատ Վանաձորում, այդ մարդը կարա 5 տեղ գնա այդ 5 հատ անձնագիր կտան, սա Աբովյանում քվեարկեսան, մեռելների փոխարեն, ասենք նկար այդ մարդունն է, բայց աննազգանը մեռելն են, ասինքն ինքը, ասենք անունը Խաչիկ է, բայց Օղորմածիկ Վաչիկի փոխարեն պետք է քվեարկի, հասկանում եք, համակարգը լուրջ քանակ է, 200,000-ին անցնում է, այդ 200,000 եթե անխափան իրենց ձայն տա, ասենք մեռածը կամ Հայաստանից բացակայողը, 200,000, պատկերացնում եք, դա անցողիկ շեմ է, մի 50,000 էլ ապարատը կդա, մի 50,000 էլ, 50 չէ, մի 10,000 էլ թող այդ մի ամիտ ոչխարները տան, 7% է դառնում, 10%, Երևանի ցուցանիշը բերեմ դզում են, եւ վերջ։ Դուք տեսնում եք ձերքները ինչի են գցել արդեն։ Չնայած չի որ 21 թվին դա չեն արել։ Հիմա այստեղ հարց է, ում վրա պետք է բարթեն դա։ Եթե Վրաստան-Ռուսաստան սահմանի վրա բռնեն, կասեն նախկիններն են անում։ Նախկիններն էլ Պուտինը կզանգեր կասեր կուլ տվեք։ Ոնց որ ասեն քիմի ինչ ասես ամբիոնում նստած փոխ նախագահի խորհրդարանի ոչ բարով ինչ է լակոտը։ Նախկիններին ասում են վեր ընկեք տեղները, ընդեղից մի քիչ փրփրոտ բերանով պատասխանում են, ասում են լավ եմ անում, ընկի վեր ընկի տեղը, թելացեք խորհրդարանը, ինչը գյադեկի, ասեք փողոցային գյադերքի բան են սարքել։ Վեր ընկեն տեղները, որտեղ Պուտինն ասել է, Նիկոլին չկոդրեք, ընդհակառակ հնարություն տվեք տղա դառնա, որտեղ Էրդողանի հետ առևտուրը ընթացքի մեջ է։ Հավատացեք, որ ես էլ եմ ծռելու դրանց վրով, ասել են ձեն չհանեք, կվերցնեք ձեր ուսերին։ Ու դրանք վերցնել են։ Հիմա հասկանում եք, չնայած այդ անձնագրերը, որ Վրաստանով եկա, Վրաստանի
ասենք Մաքսավորը բռնեց, միևնույն է, իրենք այդ անձնագրերը բերելու են։ Այն որ Հայաստանի սահմանով են թուրք պաշտոնյան եկավ անձնագրի մեջ հենց շտամբը խփեցին Արարատի նշանը տեսավ, ասեց ինչ Արարատ եք խփել, չէ՞, որ ինքը հենց ոտը քաշեց Հայաստանից, հաջորդ օրը օրենք մտցրին, որ Արարատ չպետք լինի։ Այդ ճամփով ինչքան ուզեն բերելու են։ Դրա համար մենք պետք է ընտրությունների չպատրաստվենք։ Մենք պետք է հեղափոխության, ապստամբության, հեղաշրջման, հասկանում եք։ Ու ոչ թե Նիկոլին պետք է սատկացնենք, ինքը պետք է երկար տառապի։ Երկար։ Նիկոլ, դու տառապելու ես։ Ու ես մասնակից եմ լինելու քո այդ տառապանքների գործողություններին։ Ես իրագործողներից եմ լինելու, քո դատաստանը իրագործողներից մեկը ես եմ լինելու, դու չես սատկելու, դու երկար տառապելու ես, Նիկոլ։ Խոյեմ եղեք, մնաք խաղաղությամբ։